Հին ժամանակներում մի փոքրիկ գյուղ կար, շրջապատված կանաչ դաշտերով ու բարձր լեռներով։ Այդ գյուղում ապրում էր մի հարգված ու բարի մարդ, Մարկոս անունով։ Նա հայտնի էր իր ազնվությամբ ու բարությամբ, միշտ օգնում էր կարիքավորներին, գյուղի աղքատներին, կերակրում էր որբերին, հագուստ էր տալիս։ Բայց նրա սրտում կար մի ցավ, նա ու իր կինը Աննան երեխա չէին ունենում։ Տարիները անցնում էին, իսկ նրանց տունը լռության մեջ էր, ոչ մի մանկական ծիծաղ, ոչ մի փոքրիկ ոտնաձայն։ Մարկոսը և Աննան ամեն օր աղոթում էին. «Տեր Աստված, օրհնիր մեզ զավակով, որպեսզի մեր տունը լցվի ուրախությամբ»։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ նրանց աղոթքները կարծես անպատասխան էին մնում։ Մարկոսի սիրտը ծանրանում էր, բայց նա շարունակում էր հավատալ։ Մի օր, երբ Մարկոսը գյուղի տաճարում մոմ էր վառում, նրան մոտեցավ մի իմաստուն ծերունի, ով հայտնի էր իր գիտելիքներով, խոր գիտելիքներով։ «Որդիս, ինչու է քո դեմքը տխուր», հարցրեց ծերունին։ «Տարիներ շարունակ աղոթում եմ, բայց Աստված չի տալիս այն, ինչ խնդրում եմ։ Չեմ հասկանում, միգուցե իմ աղոթքները անարժեք են, միգուցե նա ինձ չի լսում»։ Ծերունին ժպտաց, վերցրեց մի բուռ ցորենի սերմ և մեկնեց Մարկոսին։ «Տեսնում ես այս սերմերը, որդիս, եթե դրանք հիմա գետնին գցես, վաղը բերք կունենա՞ս»։ «Ոչ, իհարկե», ասաց Մարկոսը, «սերմերը պետք է ցանվեն, ջրվեն, արև ստանան ու հետո միայն կամաց կսկսեն աճել։ Դա ամիսներ կպահանջի»։ «Ճիշտ ես, որդիս», ասաց ծերունին, «համբերությունը նույնն է։ Աստված երբեք չի մոռանում իր զավակներին, բայց նրա ժամանակացույցը ուրիշ է։ Երբ մենք խնդրում ենք, նա չի ասում ոչ, այլ երբեմն ասում է «սպասիր»։ Այս խոսքերը խորը տպավորություն թողեցին Մարկոսի վրա։ Նա հասկացավ, որ պետք է ոչ թե պարզապես սպասել, այլ հավատքով սպասել։ Փորձության տարիներ եկան։ Հաջորդ տարիներին Մարկոսն ու Աննան շարունակեցին իրենց առօրյան։ Նրանք չդադարեցին աղոթել, բայց որոշեցին այլևս չդժգոհել։ Փոխարենը նրանք սկսեցին ավելի շատ օգնել գյուղի որբ երեխաներին, կիսվել իրենց սիրով նրանց հետ, ում կյանքը դժվար էր։ Մի օր Մարկոսը տեսավ մի փոքրիկ երեխայի, ով մրսում էր փողոցում։ Նա իր վերարկուն հանեց ու գցեց երեխայի ուսերին։ «Սա քեզ տակ կպահի, որդիս», ասաց նա։ Մեկ այլ օր նա մի այրի կնոջ օգնեց հավաքելու բերքը, երբ նրա ուժերը չէին բավականացնում։ Ամեն անգամ, երբ նա որևէ մեկին օգնում էր, իր սրտում զգում էր, որ դա Աստծո պարգև է։ Նա այլևս չէր մտածում միայն իր խնդրի մասին, այլ հասկացավ, որ երբեմն աստվածային պարգևները գալիս են ոչ թե այն ձևով, ինչպես մենք ենք պատկերացնում, այլ այնպես, ինչպես Աստված է որոշում։ Գալիս է Աստծո պատասխանը։ 10 տարի անցել էր այն օրից, երբ Մարկոսը խոսեց ծերունու հետ։ Մի երեկո, երբ նրանք Աննայի հետ նստած էին տան բակում, հեռվից լսվեց վազող մարդու ձայնը. «Մարկոս, շտապիր, մի բան պետք է տեսնես»։ Նա վազեց դեպի գյուղի ճանապարհը, որտեղ մի երիտասարդ կանգնած էր հոգնած ու հուզված։ «Հիշում ես ինձ, Մարկոս», ասաց նա։ Մարկոսը ուշադիր նայեց ու հանկարծ հիշեց. սա այն որբ երեխաներից մեկն էր, ում նա փոքր տարիքում օգնել էր։ «Մի փոքր տղա էի, երբ դու ինձ տաքացրեցիր քո վերարկուով», ասաց նա։ «Դու ինձ սովորեցրիր հավատալ, որ Աստված երբեք մենակ չի թողնում մարդուն։ Հիմա ես մեծացել եմ, ընտանիք ունեմ, ու ես եմ ուզում օրհնել քեզ»։ Նա մեկնեց Մարկոսին մի ծրար։ Մարկոսը բացեց այն ու տեսավ մի գրություն. «Տեր Աստված, դու օրհնել ես ինձ խնամված մանկությամբ, ու հիմա ես ուզում եմ օրհնել այս ընտանիքը։ Աղոթում եմ, որ նրանք ստանան այն պարգևը, որի համար երկար սպասել են»։ Հաջորդ շաբաթ Աննան զգաց, որ հղի է։ Այս լուրը ցնցեց Մարկոսին։ Նա ծնկի եկավ ու արտասվեց. «Տեր, դու երբեք չմոռացար մեզ»։
Մեր սերմերը աճեցին ճիշտ ժամանակին։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն մենք կարծում ենք, թե Աստված չի լսում մեր աղոթքները, բայց իրականում նա պարզապես սպասում է ճիշտ պահին, մեզ տալու ավելի մեծ օրհնություն, քան մենք ենք պատկերացնում։ Համբերությունը Աստծո պարգևներից մեկն է, և եթե մենք համբերատար մնանք ու շարունակենք հավատալ, ապա մեր սերմերը մի օր բերք կտան։ Աղոթեք և եղեք օրհնված, սիրելիներս։